Ես բոլոր ձեր հարցերին կարծում եմ իմ ուղերձում անդրադարձել եմ, էլ իմաստը ո՞րն է։ Պարոն նախագահ, ամեն դեպքում ձեր ուղերձում նաև նշել եք ընդամենը 10 տարի առաջ կատարված միջոցառման մասին, երբ 100-ամյա տարելիցը ցեղասպանության մեծ մասշտաբներով նշվեց, այդ օրերին մեր կողքին էին բազմաթիվ երկրների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ այսօր փաստացի, այսպես դեվոլյուցիա ունենք եւ չունենք բացի անատամ հայտարարություններից ոչինչ։ Ինչով եք սա պայմանավորում Թուրքիային հաջողանալու փորձ է, թե այլ բան կա։ Ես չգիտեմ ինչ կա, բայց որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել ցեղասպանության հարցը, դա փաստ է։ Իսկ ենթադրել թե նրանք ինչ են մտածում, ինչու են անում անշնորհակալ գործ է, բայց ուղղակի ասում են, որ ճանաչման հարցը առաջնային չէ իրենց համար եւ արդյոք այս քաղաքականությունը ուրացման քաղաքականություն չի հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունները ցեղասպանության ընկալման վերաբերյալ նաեւ։ Դեք, որ ասեմ 100%-ով ուրացել են չէ, հա, կարծես թե այսօր են եկել այստեղ եւ այլն, բայց իմ կարծիքով այդ ճանապարհին է։ Պարոն նախագահ, դուք հայտարարեցիք ձեր տարիներ շարունակ հայրել են դրոշը Թուրքիայի, Ադրբեջանի, այսօր դատապարտում են, ինչով եք սա բացատրում։ Ես նոր ասացի, որ ինչ էլ դրանք անին, ինչ էլ ասեն, միևնույն է, մեր ժողովրդի 80%-ը ասելու է, որ նրանք դավաճան են։ Պարոն նախագահ, այնպես որ նրանց ասացի վրա ուշադրություն դարձնելը անշնորհակալ գործ է։ Պարոն նախագահ, դուք ձեր վերջին քաղաքական ընտրություններին կարտացոլվի ինչ որ կերպ։ Ես կարծում եմ դա կարտացոլվի նաև մինչև 26 թվականը։ Պարոն նախագահ, դուք ձեր այդ վերջին ելույթում հայտարարեցիք, որ ձեր թիմի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ասում եք մինչև 26-ը դա կարտացոլվի։ Դուք ինչ որ հստակ ծրագիր ունի հանրապետական կուսակցությունը այդ իշխանափոխության ուղղությամբ ինչ եք ծրագրել, կարող եք։ Մենք առանց ծրագրի չենք գործում։ Այո, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակում։ Իսկ բայց մինչև ընտրությունները փորձում է Նիկոլ Փաշինյանին բերելը կապել ձեր եւ հանրապետականի հետ եւ դա անում է լավ էշին ով էր կաչել ու իր թիմը։ Դեք ես շատ երկար եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը 25 տարուց ավել եւ միգուցե դրանով է նաև պայմանավորված, որ ես այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից, գործիչներից մեկն եմ։ Այնպես որ զրպարտությունները ինձ չեն զարմացնում եւ ոչ էլ զայրացնում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ այս պայն ինչ հարաբերություններ ունեք, ինչու է համակիրների մակարդակով այս փոխհրաձգությունը առնվազն խոսքի եւ ի վերջո էշին համբուրողը ով է եղել։ Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրող մի հոգի չի եղել։ Շատ են։ Ասում են էշին ով աճեցրեց այս տարիներին, թողեց որ գա խորհրդարան, բանտից ազատել։ Ինչ անշանակում թողեց, ասենք խորհրդարանի բանալիներ իմ ձեռն էր։ Չէ, որ բանտից ազատվեց համաներմամբ, հետո մտավ քաղաքական։ Բայց մենակ ինքը չի համաներմամբ ազատվել, չէ, բանտից ազատվել են համաներմամբ հարյուրավոր մարդիկ, այդ թվում նաև ինքը, իսկ այդ համաներումը կիրառվում էր, որպեսզի հասարակության մեջ թշնամանքը մեղմացվի։ Եվ ինչպես տեսակ, թշնամանքը մեղմացվեց։ Անկախության հռչակագրի հրաժարումը, որի մասին այսօր բոլոր մակարդակներով խոսում են նաև իշխանական սատելիտները, էլի ուրացման արար է, թե այլ պատճառներ կան, գուցե երկխոսություն, ինչի մասին խոսում են, կամ խաղաղության գործընթաց։ Ես չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել անկախության հռչակագրից։ Ինչու, պարոն նախագահ, հանրակրվեն կտապալվի։ Որովհետև չեն հասցնել։ Թուրքիայի պահանջները չեն կարող։ Ուղղակի չեն կարող։ Եթե երկու կիրակի լինի հանրաքվե, ապա այդ հանրաքվեն չի կարելի։ Բոլոր ուսումնասիրությունները այդ մասին են խոսում։ Պարոն նախագահ, դա համարում եք Թուրքիայի պահանջը։ Եկեք պայմանավորվենք։ Թուրքիայի պահանջը համարում անկախության այդ փողոցային պայքարը Սալեն Սիմոնյանը ձեզ ասում է ամբողջ հայտարարություններ անելուց առաջ հայլու մեջ նայեք, միգուցե ամաչեք։ Ինչ որ բան կա, որի համար դուք կարող եք ամաչել։ Եթե ամաչելուց ենք խոսում, ձեր նշած այդ անձնավորությունը նրա հետ մի 70-80 հոգի
այդ մասին ընդհանրապես պետք է լռեն, որտեղ իրենք կարմիր են, երբ որ նայեն հայելու մեջ։ Պարոն նախագահ, ինչ է համոզված, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ձեր այս հայտարարությունը հաջողությամբ կպսակվի, որովհետև իր պաշտոնավարումից հետո բազմաթիվ այդպիսի փորձեր ամեն դեպքում ընդդիմությունը չի հաջողել հավարտել, հասցնել նպատակին, վերջնակետին։ Միգուցե հարցը հասունացված չէ, հիմա հասունացած է։ Այդ բոլոր շարժումները բերել են եւ հարցը հասունացրել են։ Առաջնորդելու փողոցային շարժումը, պարոն Սարգսյան, պրոցեսիկ լինելու է։ Ով ատառակելությունը կարողանա ստանձնել։ Պարոն նախագահ։ Բայց միջև այդ մենք չգիտենք, չէ՞ որ Սրբազանը այդպիսի առաջնորդություն կստանձներ, բայց Իսկ հիմա գիտենք ով է։ Պարոն նախագահ, իսկ պատրաստ եք առաջնորդել երկիրը։ ոչ